Ինչու է բանկը մերժում, եթե ունես կանխավճար և ամեն ամիս կարող ես վճարել հիպոթեկի գումարը։ Պատճառն այն է, որ բանկը գնահատում է ոչ միայն քո այսօրվա հնարավորությունը, այլ նաև քո վճարունակությունը ամբողջ վարկի ընթացքում։ Առաջինը բանկը նայում է քո եկամուտներին։ Կարևոր է ոչ միայն թե իրականում որքան ես վաստակում, այլ նաև որքան եկամուտ կարող ես պաշտոնապես հիմնավորել և որքան կայուն է այն։ Երկրորդը, բանկը հաշվի է առնում քո գործող պարտավորությունները։ Եթե արդեն ունես այլ վարկեր կամ մեծ ամսական վճարումներ, նոր հիպոթեկի դեպքում քո պարտքային բեռը կարող է չափազանց բարձր լինել։ Երրորդը վարկային պատմությունն է։ Նախկինում ուշացումները, չկատարված պարտավորությունները կամ այլ խնդիրներ կարող են ազդել բանկի որոշման վրա։ Նաև եթե նախկինում եղել ես որևէ մեկի վարկի երաշխավորը, իսկ այդ մարդը ունեցել է ուշացումներ կամ չի կատարել իր պարտավորությունները, դա կարող է անդրադառնալ նաև քո իսկ վարկային պատմության և վարկունակության գնահատման վրա։ Այսպիսով, կանխավճար ունենալը և ամսական մարումները կարողանալը հիպոթեք ստանալու պայմաններից միայն երկուսն են։ Հենց այս բոլոր գործոնների համադրությամբ էլ որոշվում է քեզ հիպոթեք կտան, թե ոչ։